Հույս, հավատ, սեր։ Այս քրիստոնեական առաքինություններն են առաջնորդում Անյուտա Պետրոսյանին կյանքում։ Նա հավատում է ապագային։ Հույսը նրան ուժ է տալիս եւ առաջ մղում։ Իսկ մարդկանց եւ հայրենիքի հանդեպ սերը օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ես միշտ ասում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, աղոթվում եմ շատ ժամանակ, դա շատ օգնում։ Ես այդպես եմ ինձ մխիթարում, որ ոչինչ ես փորնել կանցնենք, այս դժվարությունը կհաղթահարենք, ամեն ինչ ժամանակավոր է։ Երբ այսօր մենք տեսնում ենք պարալիմպիկ մրցաշարի հաղթող Անյուտային, այդ մեդալի հետևում տարիների համար աշխատանք է երևում։ Եվ թերապևտների, թերապիստների, բժիշկների, մանկաբույժերի, վիրաբույժների, նաև Անյուտայի ընտանիքի համառությունը ու այդ ամբողջի կենտրոնում նաև հենց Անյուտան է իր ձգտումներով, իր չհանձնվելով, իր պայքարող տեսակով եւ չեմպիոն տեսակով։ Ինքը չափից շատ հայրենասեր է, կարելի է ասել հայրենիքի նվիրյալներից է եւ ջանք ու եռան չի խնայում, որպիսի միշտ Հայաստանի անունը բարձր պահի աշխարհի բոլոր երկրներում։ Իր բնույթով այսպես համառ նպատակասլաց մի բան, որ մտքին դրեց, մի նպատակ, որ իր առաջ դրեց, անպայման հասնելու է։ Ոչ մի խոչընդոտ, ոչ մի խնդիր իրեն չի կարող կանգնեցնել։ Նա ունի մարդկային լավագույն որակները, ազնվագույն մարդու տեսակ է։ Անյուտային խորթեն սուտը, չարությունը, նախանձը։ Նա շատ ավելի լիարժեք կյանքով է հիմա ապրում, որքան էլ անսովոր թվայր երկու ոտքերով շատ ավելի ամուր է կանգնացնում իր հողին, քան շատ շատերը։ Նա իսկապես մարդիկ է բնավորությամբ եւ բոլոր մարդիկ պետք է իրանից վերցնեն այդ հատկանիշը եւ նա օրինակ է, որ մարդը չի հանձնվում, ինչքան էլ դժվար է լինում ճանապարհը ու հասնում է իր նպատակին վաղ թե ուշ։ Անյուտան չնայած իր այս երիտասարդ տարիքին արդեն իսկ հանդիսանում է օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր կյանքը արդեն իսկ ավարտված են համարում կամ դատավճիռ են ընդունել իրենց հաշմանդամությունը։ Անյուտան գալիս է ապացուցելու, որ դա ընդհանրապես այդպես չի եւ կարող են նույնիսկ տարբեր խնդիրներ ունեցող անձիկ կյանքում գտնել որոշակի այնպիսի հետաքրքրություն, որը իրենց սրտին ավելի մոտ է եւ զբաղվել դրանով եւ դուրս գալ այդ իրավիճակից, որը նրանց կարող է դատապարտել միայնության եւ մեկուսացման։ Անյուտան եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մանկական ուղեղային կաթվածը այնքան չէր սահմանափակել իր ունակությունները, ինչքան որ սահմանափակել էր հասարակության հանրության սպասումները իր հետ կապված եւ նա հաղթահարել է եւ դուրս է եկել այն սահմաններից, ինչում որ այդ ախտորոշումն է իրեն դրել եւ ինչում որ հասարակությունն է իրեն դնում եւ սա շատ կարեւոր է եւ ես շատ կուզեմ որ բազմաթիվ մարդիկ իմանան դա պատմության ավարտը չէ, այլ դա մի նոր պատմության սկիզբ է եւ այդ պատմությունը պետք է կերտել, չհանձնվելով, աշխատելով, շփվելով հաղթած մարդկանց հետ հաղորդակիցներով իրենց պատմություններին եւ ներշնչվելով դրանցով։ Ամեն մարդ պետք է իր առաջ դնի նպատակ կամ երազանք ու փորձի դրան քայլ առ քայլ հասնել։ Անյուտա Պետրոսյանը ծնվել է 2007 թվականի օգոստոսի 22-ին Վահրամ Պետրոսյանի եւ Հերիկնաց Ղազարյանի ընտանիքում։ Ծնողների դաստիարակության շնորհիվ նրանց երեխաները Տաթևը, Անյուտան եւ Տարոնը արժանավոր մարդիկ են դարձել։ Ծնված օրվանից Անյուտան բազմաթիվ փորձությունների միջով է անցել։ Նախ մահացել է երկորյակ եղբայրը, իսկ հետո Անյուտայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված։ Եվ հենց հույսը, հավատն ու սերը օգնեցին Անյուտային, նրա մայրիկին, հարազատներին ու մտերիմներին հաղթահարել դժվարությունները։ Ամուսինս հիմա աշխատում եմ հյուրանոցում որպես ինժեներ։ Ես ունեմ նաև մեծ աղջիկ Տաթևը Պետրոսյան եւ 10 տարեկան տղա Տարոնը Պետրոսյան, որը նույնպես զբաղվում է սպորտով, շատ սիրում է ֆուտբոլը եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլով է զբաղվում։ Անյուտան ծանր ասֆիքսիայով է ծնվել, թթվածնային քաղցով ու ժամանակից շուտ 7 ամսական այդ ժամանակից սկսեց պայքարել իր կյանքի համար։ 2 տարեկան է, երբ որ բժիշկները ասացին, ախտորոշեցին, որ ես ունեմ մանկական ուղեղային կաթված ու բժիշկների խորհրդով արդեն 3 տարեկանից սկսել եմ հաճախել տարբեր վերականգնողական կենտրոններ։ Մենք շատ բուժման կուրսեր ենք անցել, ամենասկզբից ես իրան ճանաչել եմ ու տեսել եմ իր տանջանքը, թե ոնց է հաղթահարում դժվարությունները եւ իր բնավորությունը, որ երբեք չհանձնվեց եւ հասավ իր ուզած նպատակին։ 3 տարեկանից արդեն վերականգնողական կենտրոններում եմ եղել։ Իհարկե շատ դժվար է եղել, բայց կարելի ասել ես գտել եմ այդ դժվարությունները հաղթահարելու իմ մեթոդը։
շատ լավ բժիշկներ եմ ունեցել։ Դժվարությունները ոչ միայն եղել են վերականգնողական հաճախելով, ժամանակի ընթացքում բժիշկներն ասացին, որ պետք է ինձ վիրահատեն։ 2 անգամ Մոսկվայում են ինձ վիրահատել, ու այդ հետ վիրահատական շրջանի համար շատ ծանր էր։ Անյուտային ես հանդիպել եմ որպես բուժող բժիշկ առողջարանում 2011 թվականին, փոքրիկ երեխա էր, ընտանիքը հարաբերական նոր էր իմացել ախտորոշման մասին եւ գտնում էր իհարկե ունեին բազմաթիվ հարցեր, զգում էին անորոշություն եւ վախեր ունեին իրենք։ Բայց նաեւ ինչքան որ դրանք էր նկատելի, ժամանակի ընթացքում շատ վառ նկատվում էր Անյուտայի կամքը, համառությունը, հետևողականությունը եւ ոչ միայն Անյուտայի, այլ նաեւ ընտանիքի, իր մայրիկի, որը հատկապես կարեւոր է նման ախտորոշումներով, մանկական ուղեղային կաթվածով երեխաների արդյունավետ վերականգնողական բուժումը իրականացնելու համար։ Մանկությունս Մարալիկում անցել, ոչ սովորական երեխաների նման, շատ դժվարություններ եմ հաղթահարել, երևի ոչ մի երեխա այդքան կապված չի եղել։ Այդքան շատ կապված չի եղել իրենց պապիկների հետ, ինչքան ես։ Պապիկս էր օգնում, բոլորը, տատիկս, ընտանիքից բոլոր անդամներն ինձ օգնում էին։ 6 տարեկանում Անյուտան ընդունվեց Մարալիկի համար 1 դպրոց։ Ուսուցիչների եւ դասընկերների հոգատար, ջերմ եւ մարդկային վերաբերմունքը օգնեցին Անյուտային իր պայքարում։ Բոլորն էին մտերմացել բարի, խելացի եւ ուրախ աղջնակի հետ։ Նա գերազանց էր սովորում եւ ակտիվորեն մասնակցում էր դպրոցական տարբեր միջոցառումների։ Բոլոր բալիկների նման իր հասակակիցների հետ 2013 թվականին ես տարա նրան առաջի դասարան։ Ուսուցիչները, նաև երեխաները շատ ջերմ ու բարեհամբույր ընդունեցին Անյուտային։ Դեռ վաղ տարիքից իրար ճանաչել ենք, նույն դասարանում ենք սովորել, իրար կողք ենք նստել, դասերից տուն գնալիս միշտ իրար հետ ենք գնացել։ Հենց այդ ժամանակվանից սկսեցինք իրար հետ դասերը զանգով անել։ Շատ լավ էր սովորում Անյուտան։ Միշտ առաջի դասարանից միջոցառումների ժամանակ նա պետք է մասնակցեր միջոցառումներին, արտասաներ եւ դա ինձ ուրախացնում էր։ Շատ էր սիրում այնտեղ գրականություն, մանավանդ բանաստեղծությունները, մեծ սիրով էր ինքը սովորում այդ առարկաները, մանավանդ գրականության անգիրները այնքան հուզմունքով, այնքան առագանությամբ միշտ ասում էր։ Անյուտան առաջին հայացքից թվում էր շատ քնքուշ, շատ զգայուն, բայց ներքին մեծ ուժ ունի։ Խառնված են այդ երկու որակները նրա մեջ՝ քնքշությունը եւ ուժը, բարությունը եւ եթե պետք է մեծ կամքը իր խոսքն ասելու մեծ կամք ունի։ Դա ապացուցել է արդեն ինքը իր կյանքով։ Մի քանի վիրահատությունից հետո Անյուտան սկսեց ավելի լավ քայլել, սակայն նա դեռ բուժման կարիք ուներ եւ 2021 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Ապրուստը դժվար է, կարողացել են վարձակալել միայն 1 սենյականոց բնակարան, որտեղ ապրում են 5 հոգով, բայց նրանց դարձյալ օգնում են հույսը, հավատն ու սերը։ Անյուտան 9-րդ դասարանը ավարտել է Երևանում, Սպանդարյանի անվան դպրոցում, ապա հեռավար սովորել եւ ավարտել Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանը։ 15 թվականին Անյուտային տարանք Մոսկվան վիրահատության։ 17 կետային լազերային վիրահատություն կատարվեց եւ բավականին կարծրացած մկանները սկսեցին թուլանալ։ Այնուհետև նորից վերականգնողական բուժումները շարունակեցինք եւ բավականին մեծ արդյունք զգացինք, արդեն Անյուտան սկսեց քայլել։ Ու այստեղ մեծ բախտավորություն էր մեզ համար որպես բժիշկներ, որ մեր պացիենտը, մեր երեխան, մեր Անյուտան այս դեպքում ինքը համառ աղջիկ էր, ինքը նվիրված աղջիկ էր, ինքը չէր հանձնվում եւ իհարկե շատ կարեւոր դեր ունի ընտանիքը, որը զբաղվում է երեխայով ամեն օր, որովհետեւ դա ընդհանուր առմամբ մեր բուժական ծրագրի արդյունավետության հիմքերից մեկում, գագաթներից մեկում բժշկական թիմն է, երկրորդում ընտանիքը եւ դրանց վրա կանգնած է արդեն հենված է պացիենտը։ Երբ որ ֆիզիոթերապիստը իրան ասում էր 15 հատ մի վարժությունից առնի, ինքը 20 հատ էր անում ու շատ աշխատասեր է, երբեք չեմ տեսել, որ ինքը ասի այս վարժությունը դժվար է կամ այս բանը հոգնել եմ վարժությունից։ Ինքը այդ իր բնավորությամբ նույնպես հաղթահարեց այդ դժվարությունները եւ հասավ
այս արդյունքին ինչ-որ ունի։ Մինչև 8-րդ դասարան Անյուտան սովորեց Մարալիկի միջնակարգ դպրոցում, բայց քանի որ նրա բոլոր բուժումները կապված էին Երևանի հետ եւ մենք հաճախ էինք սկսել բացակայել դպրոցից, մենք 2021 թվականին տեղափոխվեցինք Երևան։ Հոգեբանական ստրեսները այս ամենը եւ ֆիզիկական առումով եւ ֆինանսապես մենք չենք կարողանում պետք է հույսներս մեր վրա դնեինք, որովհետեւ ոչ մեկից օգնություն խնդրել չէինք կարող։ Այստեղ սովորել եմ Սուրեն Սպանդարյանի անվան 24 դպրոցում, բայց այնտեղ երեխաները չընդունեցին ինձ այնպես ինչպես ինքա։ Դպրոցում մի քիչ չհարմարվեցին դասընկերները, դժվար եղավ նրա մուտքը Երևան այս դպրոց, բայց իմ օգնությամբ նրան հուսադրում էի, որ ամեն ինչ լավ կլինի, ոչինչ երեխա են եւ քո ընկերներն են ամեն դեպքում։ Եվ մենք բարեհաջող նույնպես լավ գնահատականներով, քննական շրջանով ավարտեցինք նաև 9-րդ դասարանը։ Ես նրան դասավանդել եմ 1 տարի 9-րդ դասարանում հայոց լեզու եւ գրականություն։ Եղել եմ նրա ուսուցչուհին։ Անյուտային տեսնել եւ նրա այդ ծանոթանալը դա մեծ զարմանք եւ հիացմունք էր ինձ համար։ Նա շատ էր սիրում գրականություն եւ պատմություն առարկաները։ Եթե ես օգնել եմ, որ նա սիրի գիրքը, պոեզիան, գրականությունը, առհասարակ արվեստը, թատրոնը, երաժշտությունը, ես միայն ուրախ եմ դրա համար։ Եթե կարողացել եմ իմ լուման ներդնել այդ գործում։ Վերջին 3-րդ վիրահատությունս ծնկների վիրահատությունն էր, որը շատ ծանր տարա։ 2-3 ամիս այդպես պարկած եմ եղել անշարժ վիճակում, բայց ծնողների շնորհիվ, ընկերների շնորհիվ, իհարկե բանաստեղծությունների շնորհիվ, թատրոնի շնորհիվ են մարդիկ, ովքեր ինձ ուժ են տալիս, իրեն շնորհիվ ես ոտքի կանգնեցի։ Անյուտան դժվարությամբ էր հարմարվում Երևանում, բայց ի վերջո սիրեց մայրաքաղաքը։ Այստեղ նա նոր ընկերներ գտավ, հրաշալի ստեղծագործող մարդկանց, եւ իր բնավորությամբ եւ տաղանդով յուրային դարձավ։ Անյուտան շատ սիրեց թատրոնը եւ նույնիսկ խաղացել է ներկայացումներում։ Քանի որ Երևանում կար բազում զբաղվածություն, Անյուտան շատ սկսեց սիրել Երևանը։ Զբոսնում էինք, ծանոթանում էինք մեր հերոսների հետ, գործիչների, մշակույթային օջախների հետ։ Մշակույթային միջոցառումները շատ հետաքրքիր էին։ Եվ նա շատ արագ ընտելացավ Երևանյան միջավայրին ու շատ սիրեց։ Մենք միասին գնում ենք պոեզիայի երեկոների, համերգների, անպայման ասացի, որ քեզ պիտի տանեմ թատրոն։ Դու պիտի տեսնես ինչ է թատրոնը, լավ ներկայացումներ ու լավ դերասանական խաղ տեսնես։ Առաջին թատրոնը, որ մենք այցելեցինք, դա համազգային թատրոնում էր 44 աստիճանի վրա, հայրենասիրական շատ մեծ ոգեշնչումով ներկայացում էր։ Չեմ ուզում չափազանցնեմ, բայց այնպես ստացվեց, որ ամբողջ դահլիճը լացեցին Անյուտայի հետ միասին, որովհետև այնտեղ խոսվում էր հայրենիքում մնալու, մեր ներուժը դնելու հայրենիքի զարգացման գործում ու հայրենիքից չհեռանալու մասին, որը շատ հոգեպես մոտ էր Անյուտայի զգացմունքներին։ Հայաստանից լքելու մասին էր այդ ներկայացումը, համազգային թատրոնում Սոս Սարգսյանի անվան առաջին ներկայացումը դա է եղել։ Ու փոխվել է ամբողջ կյանքս։ Ես իրականում այդքան կատակերբական չեմ սիրում, որովհետև ես սիրում եմ, որ պետքա խորը լինի ներկայացումը, որ կարողանաս մտածել դրա մասին։ Ու այդպես փոխվեց ամեն ինչ։ Եվ նա անհամբերությամբ սպասում է մեր ամեն թատրոն գնալուն։ Պարտադիր վերջում ծանոթանում ենք դերասանների հետ, լուսանկարվում ենք։ Ես ուզում եմ, որ նրան շատերը ճանաչեն։ 2023 թվականին Անյուտան գտավ իր իսկական զբաղմունքը։ Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի հետ հանդիպումը կանխորոշեց նրա ապագան։ Նա սկսեց զբաղվել ծանրամարտով եւ մարզումների առաջին տարում մասնակցեց Հայաստանի առաջնությանը եւ հաղթեց։ Հետո նորից հաղթեց եւ ընդամենը 1 տարի անց դարձավ աշխարհի չեմպիոն, նվաճելով 2 ոսկե մեդալ։ 2025 թվականին Անյուտան ընդունվեց ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի պետական ինստիտուտ։ Ուսումնասիրում է ադապտիվ ֆիզկուլտուրա, որպեսզի հետո ինքն էլ չեմպիոններ մարզի։
Հայրիկիս հետ շատ էին հեռուստացույցով միշտ սպորտ էին նայում, ծանրամարտ, ֆուտբոլ, բայց չէի պատկերացնում, որ ինքը նաև այդ երազանքը ունի, որ ինքն է ուզում ծանրամարտիկ դառնալ։ Պապիկ Սենյան Ղազարյանն է, որը ֆուտբոլի մարզիչ է եղել ժամանակի։ Դրա համար մենք շատ սպորտային ընտանիք ենք։ Եղբայրս զբաղվում է ֆուտբոլով։ Սպորտային աշխարհի նորությունները միշտ ես իրենից եմ իմանում։ Շատ հետաքրքրված, շատ տարված էր սպորտով, անդադ խոսում էր ծանրամարտիկներից, Նազիկ Ավդալյանից, Վարազդատ Լալայանից ու այսպես ասեմ, իր տրամադրությունը օրվա կախված էր տվյալ օրվա սպորտային իրադարձություններում հայ մարզիկների ցուցաբերած արդյունքներից։ Պետք է գնայինք ջերմուկ վերականգնողական բուժումների, լրագրող էր այնտեղ եկել եւ նկարեց Անյուտային, հարցրեց ինչ նախասիրություններ ունի, ինչպես են անցնում իր բուժումները եւ այդտեղ Անյուտան նաեւ խոսեց իր երազանքների մասին։ Ասաց, որ կարող եմ խոսել իմ երազանքներից, ես էլ խոսեցի, ասացի, որ միշտ փոքր տարիքից նայում էի, երկրպագում էի մեր հայ ծանրորդներին, ծանրորդուհիներին ու միշտ երազել եմ, որ ես զբաղվում եմ ծանրամարտով։ Եվ այս տեսահոլովակը, երբ որ պտտվում է, մի շատ լավ աղջիկ Վարդուհի անունով, որը արդեն իսկ այցելում էր Սարգիս Ստեփանյանի հերոսների մարզասրահ, փնտրում եւ գտնում է մեզ Անյուտային, որպեսզի մեզ տեղեկացնի, որ այդ երազանքը կարող ենք իրականացնել։ Այդպես զրուցեցինք պարոն Ստեփանյանի հետ ու որոշեցինք, որ ես պետքա պրոֆեսիոնալ զբաղվեմ պարածանրամարտով։ Ճիշտ ասած, առաջի անգամ զարմացա, որ ասեց ինքը ծանրամարտ է սիրում, որտեվ ուրիշ աղջիկա չէի հանդիպել այդ սպորտը սիրող, բայց ինքը շատ էր սիրում ու շատ նայում էր ամեն ծանրամարտի առաջնությունի, Եվրոպայի, աշխարհի եւ այլն։ Ու շատ սիրում էր նայում շամարտ, ինձ զարմացրեց մի քիչ։ Անյուտան մարզասրահ այցելեց 2024 թվականից ու ես հիշում եմ, երբ որ եկել էր շատ այդպես փոքրիկ, շատ նուրբ աղջիկ էր, փոքրիկ, ու այդպես մտածում էինք լավ, այս երեխուց մենք ինչ ենք ստանալու, բայց իր այդ ոգին, այն ուժը ու նվիրվածությունը սպորտին, որ իր մանկության երազանքն է եղել ծանրամարտով, զբաղվել է ծանրամարտիկ դառնալը եւ Հայաստանի բոլոր ճանաչված ծանրամարտիկներին ճանաչելը, իրենց մասին պատմությունները իմանալը, այդպես խորացնում, ոնց որ այնպես արեց, որ մենք ոգևորվեցինք ավելի շատ եւ պատրաստակամություն ստանձնեցինք Անյուտային եւս մարզելու։ Ամեն անգամ Անյուտան վերադառնում էր մարզասրահից ավելի մեծ հույս ու հավատ իր ուժերի հանդեպ, քանի որ այնտեղ իրեն շատ մոտիվացնում էին Սարգիս Ստեփանյանը եւ մյուս մեր բոլոր հերոս տղաները, ովքեր պարապում էին այնտեղ։ Մարզասրահի երկրորդ ընտանիքն է։ Մարզասրահը ինչ շատ բան է տվել, չհանձնվելու կարողություն է տվել, շատ ուժեղ ընկերներ ունեմ հիմա ես այնտեղ ու շատ ուրախ եմ, որ նման հերոսների, լեգենդների կողքին եմ ես մարզվում։ Երբ որ եկավ, իմ համար անակնկալ էր, ես պարապում էի, շատ ուրախացա իր համար, որովհետև սա միակ ճանապարհն էր իր երազանքին հասնելու, շատ ուրախացա։ Մի տարի էլ դեռ չկար, երբ որ զբաղվում էի սպորտով, մասնակցեցի Հայաստանի առաջնությանը, գրավեցի առաջին հորիզոնականը։ Հայաստանի առաջնությունների է մասնակցել մի քանի եւ մեր ֆեդերացիայի կազմակերպած եւ Պարալիմպիկ կոմիտեի կազմակերպած Հայաստանի առաջնություններում զբաղեցնելով առաջին տեղը, ընդգրկվել է հավաքական կազմում Հայաստանը ներկայացնող հաշմանդամային Սեղմում հենարանից վարժության ազգային հավաքական կազմում։ Ասեցին, որ Հայաստանի առաջնության առաջին անգամ պետք է մասնակցի, հենց որ մտել ենք մրցույթի տեղ, այնտեղ մեծ էկրանով գրված էր Անյուտա Պետրոսյան եւ մենք հուզվեցինք տեսնելով իր անունը, որ պետք է ինքը ծանրացող բարձրացնի։ 25 թվականին էլ մասնակցել եմ պարածանրամարտի աշխարհի առաջնությանը, կարողացա այնպես անել նպատակիս հասա Հայաստանի օրներքը իմ պատվին հնչեց։ Անյուտան այնքան ներքուստ պատրաստ էր այդ մրցումներին, այդ մրցելույթին, որ նույնիսկ կարողանում էր իր ոգևորությունը փոխանցել մյուս մարզընկերներին, ովքեր իր հետ գտնվում էին Կահիրեում եւ այդպես էլի հուզմունք ունեին աշխարհի առաջնությանը մասնակցելու։ Եվ հենց աշխարհի չեմպիոնի տիտղոսն է նվաճել 2 ոսկե մեդալով վերադարձել է Հայաստանի աղջիկը։ Եվ պատվո հարթակում բարձրացավ Հայաստանի դրոշը, հնչեց Հայաստանի հիմնը։ Եվ շատ ուրախացա, երբ որ իմացա, որ հաղթել եմ, քանի որ այս սպորտը շատ բարդ է, եւ եթե դու աշխատասեր չլինես ու մարզիչներին չլսես,
հոգնեշու աղջիկի չես ասնի, համբերատար չլինես։ Այժմ նա շարունակում է մարզումները, այդ հարցում իհարկե մեծ օգնություն ունեն նրա մարզիչները, լեգենդար Սարգիս Ստեփանյանը, որն իր կյանքով ապացուցել է, որ ոչ մի սահման չկա, եթե մարդը ցանկանում է առաջ գնալ։ Եթե հիմա Հարությունը նոր տեսնում էր Անյուտայի չեմպիոնությունը, մեզ համար ինքը դեռ փոքրուց արդեն չեմպիոն էր, որովհետև այն էներգիան ու այն չհանձնվելը ու այն չանքը, որ ինքը անդադար ամեն օր չֆիքսվելով հիասթափությունների եւ պարտությունների վրա, որոնք նույնպես քիչ չեն եղել, շարունակաբար աշխատում էր իր վրա, դա հենց այն է, ինչով որ կերտվում են չեմպիոնները, այն հատկանիշներն են, որ պետք են չեմպիոններին։ Իմ մեջ ներքին հավատ եմ ունեցել, որ Անյուտան Աստծո զավակ է եւ Աստված միշտ իր ձեռքը բռնած տանելու է։ Նա մեծ սիրով, մեծ ջանքերով, եռանդով, հավատով պատրաստվում է նաեւ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է մարտ ամսին Վրաստանում։ Այս պահին շատ լրջորեն պատրաստվում եմ, շատ լուրջ եմ տրամադրված, Եվրոպայի առաջնություն ունեմ առջևում։ Ամեն մարզիկի գերագույն նպատակը հենց օլիմպիական խաղերն են, հուսով եմ այնտեղ էլ կհասնեմ։ Մենք բոլորս ասում ենք, որ Անյուտան մեր ֆեդերացիայի լույսն է եւ ծագող աստղը։ Մենք շատ մեծ հույս ունենք, որ գուցե նույնիսկ պարալիմպիկ չեմպիոն ունենանք, շատ մեծ հույս ունենք այդ տեսանկյունից Անյուտայի հետ կապված։ Անցած տարի գործերս տվեցի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտ, մարզչական բաժին, ու ընդունվեցի։ Հիմա սովորում եմ առաջին կուրսում։ Նորից մեկ անգամ եւս ես մեծ հպարտություն ապրեցի, երբ որ տեսա, որ ինքը առաջին տեղով է ընդունվել ինստիտուտ։ Իհարկե դժվար է, երբ որ դասերի հետ սպորտը համատեղել մի քիչ դժվար է, բայց փորձում եմ կարելի ասել բալանսը պահել, որ ոչ ուսումս խանգարի սպորտին, ոչ էլ սպորտը ուսումին։ Սիրո մեծագույն աղբյուրը Անյուտայի համար իր Հայաստանն է։ Հայրենիքը, որը նրան ուժ է տալիս եւ որտեղ ապրում են մարդիկ, որոնք օգնում են նրան հաղթահարել ճակատագրի փորձությունները։ Պայքարի եւ հաղթանակի կյանքը վայելելու եւ իր երջանկությամբ մտերիմներին վարակելու նրա պատմությունը օրինակելի է շատերի համար։ Քանի որ ես շատ եմ սիրում բանաստեղծություններ ու ունեմ ընկերներ, որոնք ինձ հրավիրում են իրենց կազմակերպած երեկոներին, ու ես լիցքաթափվում եմ, ուժեղանում եմ։ Պետրոս Օկտանյանն ու Լիլիա Արաքելյանը իմ ընկերներն են շատ մոտ։ Ես ուզում եմ իր բանաստեղծություններից մեկը ասմունքել, որի հեղինակը Պետրոսն Օկտանն է։ Իմ Հայաստանը ուրիշ երկիր է։ Ծաղկած կնճիռ է իմ Հայաստանը։ Քարե Պարիսպ է ու քարե Խարիսխ։ Սիրավոր սիրտ է իմ Հայաստանը։ Իմ Հայաստանը ուրիշ երկիր է, լուսաշող ծիր է իմ Հայաստանը, ամրագուր ժայռ է, դրախտավայր է, ինձ հայր ու մայր է, իմ Հայաստանը ուրիշ երկիր է, հաղձր թմբիր է, իմ Հայաստանը, անհակ կարոտ է, սրտի անոթ է, ուրիշ աղոտք է, իմ Հայաստան։ Ես եւ բոլոր այն մարդիկ, ովքեր Անյուտային մոտիկից ճանաչում են, ծանոթ են բնավորությանը, բոլորս էլ համոզված ենք, որ ավելի մեծ բարձունքների է հասնելու եւ մենք բոլորս էլ հպարտանում ենք ու ուրախանում ենք իր հաջողություններով։ Իրականում մեր չեմպիոնն է եղել։ Այս չեմպիոններն են, որոնք մեզ համար եւ հույս են, եւ ուժ են տալիս, եւ նաեւ օրինակ են ծառայում, ինչպես Անյուտայի դեպքը, որը մեծ հաղթանակ է, եւ այսպիսի հաղթանակի ժամանակ է, որ հանրությունը կենտրոնանում է հենց ունակության եւ հաջողության վրա եւ ոչ թե սահմանափակումների վրա։ Դրանով է ինքը նշանակալի։ Բոլոր նրանք, ովքեր ունեն ինչ-ինչ դժվարություններ կյանքում, թող չընկճվեն։ Անյուտայի օրինակը լավագույնն էր։ Ճանաչեք նրան եւ հավատացեք, որ դուք նույնպես կարող եք։ Ինքը օրինակ է բոլորի համար, որ հավատաս քո ուժերին, հավատաս քեզ եւ հասնես վերջ-վերջո քո նպատակին, ոնց որ Անյուտան արեց։ Մենք շատ ուրախ եւ երջանիկ ենք, որ Անյուտան մեր մեծ ընտանիքի մի մասնիկն է եւ լուսավոր մասնիկը։ Մենք իր բոլոր հաջողություններով շատ հպարտանում եւ սիրում ենք եւ ուրախանում ենք, ինչպես նաեւ շատ մեծ հույս ունենք, որ Անյուտայի անունը դեռ լեգենդների անվան կողքին կհնչի ապագայում։ Խորհուրդ եմ տալիս, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ կամ ինչ որ կոտրվել են, թևաթափ են եղել, որ իմ Անյուտայի անցած ուղին իրենց համար օրինակ լինի, որ միշտ թունելի վերջում լույս կա։ Բոլորը պետք է գտնեն իրենց ուժեղ կողմը
հավատան իրենց ուժերին, թեկուզ փոքր քայլերով, փոքր արդյունքներ գրանցելով պետք է շարժվենք առաջ։ Իմ ամենամեծ երազանքներից մեկն էլ այն է, որ Հայաստանից ոչ մեկ չհեռանա, մնան այստեղ ու շենացնեն մեր երկիրը, որ եթե մարդիկ այստեղ մնան, կլինենք միասնական ու կփորձենք պահպանել այն ինչ որ ունենք, այս փոքրիկ Հայաստանը։ Ուզում եմ միշտ ուժեղ լինի իմ երկիրը, հզոր լինի ու երեխաներն ապրեն խաղաղ երկնքի տակ։